Տարվա կապակցությամբ երեխային թույլ տալ տեսակցել մորը Արեգտաս Մանուկյանի, սակայն դա կրելու է ընդամենը մեկ անգամյա բնույթ։ Արեգտաս Մանուկյանի խափանման միջոցը և տեսակցությունները շարունակում են մնալ նույնը։ Անշուշտ կարևոր է, որ այսօրով երեխան տեսնի իր մորը, բայց ընդհանուր առմամբ դա չի լուծում այն խնդիրը, որ երեխան ապրում է դժվարին հոգեբանական ժամանակաշրջան և անգամ հոգեբան է նրա հետ աշխատում։ Առհասարակ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու է արատավոր պրակտիկան ազատազրկել է շատերի։ Այսօր ազատազրկման է դատապարտված Արեգտաս Մանուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Գագիկ Ծառուկյանը, Ավետիք Չալաբյանը, Արմեն Աշոտյանը, Մարտո Գրիգորյանը և շատ Հայաստանի Հանրապետության շատ այլ քաղաքացիներ։ Մենք ինչու ենք այսօր այստեղ, որ մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները հայ ժողովրդին, հոգեհարազատ, արդարամիտ հայ ժողովրդին հատուկ հասկացություններ են և բոլոր են միջազգային կազմակերպությունները, իրավապաշտպան կառույցները, եվրոպական կազմակերպությունները, որոնք հռչակել են մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, ազատ խոսքը, դեմոկրատիան, իրենց առաջնային գործունեության ուղղություն ուղղակի պարտավոր են գնահատական տալ և հստակ մոտեցում ցուցաբերել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ։ Բայց մինչ այս պահը մենք ինչ ենք տեսնում, լրիվային համերաշխություն Հայաստանի իշխանությունների հետ։ Մենք դիմում ենք այն իրավապաշտպան կառույցների, ովքեր չեն ենթարկվում եվրոպական աշխարհագրական կոնյունկտուրային։ Ասեք ձեր հստակ խոսքը, տվեք շատ կոնկրետ գնահատական։ Իսկ եվրոպական կառույցները, խնդրեմ, նկարը տեսնում եք, Մերց, Ֆոն դեր Լայեն և Մակրոն, սրանք Եվրոպական միությունը անցողիկ չինովնիկներով չէ, որ պետք է ունենա հստակ դիրքորոշում։ Այս պահին այս չինովնիկներին, ովքեր սատարում են այս բռնատիրական հակումներով իշխանություններին, մենք ասում ենք, ամոթ, ամոթ, ամոթ,